Մեր մոտ զարգանում է միայն մի բան, որը non-tradable, այսինքն որը համաշխարհային շուկայում չի մրցում։ Կաթը, հա, ինքը չի մրցում ոչ մեկի հետ, ինքը Հայաստանի շուկայում սպառվում է եւ վերջ։ Նայ, մենք ունենք մածուն, կաթ, ման հայկական ֆիրմաները, որ մատակարարում են, հա, բայց դու չես տնա օրինակ հայկական կարակ։ Չեմ ասում չկա ընդհանրապես, բայց ինքը այդքան տեղ չի զբաղեցնում, ինչքան օրինակ մնացած կարակները։ Բա խնդիրը ի՞նչն է։ Կարակը կաթնամթերքների մեջ ամենաթանկն է։ Այո, եթե մածուն, կաթ, սմետանը քիչ թե շատ մարդկանց հասանելի է մարդկանց եկամուտը, կարակը մի քիչ բարձր դասի ապրանք է, եւ կարակի շուկան ինքը հենց փոքր։ Իսկ քանի որ ինքը փոքր է, տեղական արտադրողներին ձեռնտու չի։ Փոքր շուկայի, հա, պայմաններում մասշտաբի էֆեկտի բացակայության դեպքում դու բարձր գինը սահմանում։ Իսկ քանի որ ավելի բարձր է, քան նոր զելանդական կարակը, ստացվում է ինչ իմաստ ունի։ Բարև ձեզ, մենք սկսում ենք Capital Plus podcast-ի հերթական թողարկումը եւ մենք արդեն մոտեցանք այն մասին, երբ պետք է խոսենք Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ տնտեսական կառուցվածքի մասին։ Այսօրվա մեր թեման Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ու տնտեսական հարաբերությունները, պատմությունը, ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները։ Ողջույն Արկադ։ Ողջույն։ Մեզ փաստորեն սպասվում է բավական հետաքրքիր զրույց կամ զրույցների շարք, որտեղ մենք արդեն խոսելու ենք կոնկրետ մեր պետության մասին, մեր պետության տնտեսական իրավիճակի մասին, ինչը կարծում եմ հետաքրքրի բավականին լայն լսարանի։ Ավելի կոնկրետ ենք խոսելու։ Ավելի կոնկրետ, այո, ներկայացնենք։ Մի խոսքով սկսենք։ Իրականում այն մեր բոլոր թեմաները, որոնց մասին մենք խոսում ենք մեր ոդքասթերի ժամանակ, այսպես թե այնպես կապ ունեն Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ։ Պարզապես որպեսզի հասկանալի լինի, մենք խոսում ենք շատ տեսական, շատ абստրակտ, բայց դա պահանջվում է։ Դա նախնական փուլն էր, բազան էր, էլի։ Որպեսզի խոսել կոնկրետ, պետք է սկզբից խոսել շատ абստրակտ, հա, եւ նոր այդ մակարդակից իջնես արդեն կոնկրետություն։ Հա, որովհետեւ հիմա դուք կտեսնեք ներկայացնելով ինչ-որ երևույթներ, ինչ-որ տերմիններ, ինչ-որ եզրույթներ, որոնք անհասկանալի կլինեն, եթե մենք չհասնենք, հա, այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը պետք է ասվեր, որպեսզի մենք հասնենք այն կետին եւ հիմա ավելի կոնկրետ հետեւողական խոսենք Հայաստանի Հանրապետության մասին։ Դա մեկ։ Երկրորդը կարող է, չգիտեմ, ռադիկալ թվա ասածս, բայց ես ասեմ, որ իրականում Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքը շատ պարզունակ ու պրիմիտիվ է։ Այսինքն ես օրինակ շատ վաղուց չեմ հետևում առանձնապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական երևույթներին, որովհետև այն ինչ տեղի է ունենում, արդեն կարելի է կանխատեսել վաղուց եւ ոչ մի հետաքրքիր գիտության տեսանկյունից հետաքրքիր, հա, այստեղ պետք է հասկանանք, ոչ թե հետաքրքիր, հա, ինչ-որ, չգիտեմ, գները հելան, գները իջան, ինչ-որ մարդկանց համար կարող դա հետաքրքիր է, չգիտեմ, սպեկուլյանտների համար դա հետաքրքիր, ով որ արկուվաճառքով զբաղվում, իրանց համար երևի թե հետաքրքիր է, դա իրանց մասնագիտությունը, դա իրանց հաց ու ջուրն է, բայց գիտության տեսանկյունից դա ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում։ Քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ բերում է սյուրպրիզներ, բայց ես չեմ զբաղվում քաղաքականության կանխատեսումներով։ Կա քաղաքականություն, կա տնտեսություն, հա, պետք է տարանջատել։ Քաղաքականությունը դա արտաքին գործ, դա էկզոգեն գործ։ Օրինակ հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, ասենք տեղի են ունեցել որոշ գեոքաղաքական երևույթներ, հա, եւ մեր տնտեսությունը հայտնվել է ինչ-որ մի իրավիճակում, որը բնականաբար, երբ որ այդ գեոքաղաքականությունը փոխվի, Հայաստանը հետ կգա այնտեղ, որտեղ որ իր տեղը։ Եվ այն բոլոր պոզիտիվ, դրական բաները, որ այսօր տեղի են ունենում, դրանք անհետանան եւ մենք էլի կունենանք այն, ինչին որ արժանի ենք, ասես պայմանականացնել։ Այսինքն ինքնաբավություն չկա Հայաստանի տնտեսության դեպքում, Հայաստանի տնտեսությունը ինքնաբավ չի, ինքնուրույն չի։ Դե բնականաբար ինքնուրույն արտաքին գործոններից։ Բնականաբար ինքնուրույն չի։ Մենք որ խոսում ենք, հա, փոխազդեցության մասին, տեղից ակնհայտ երևում է, որ ինչ վատ է լինել փոքր երկիր, չէ՞։ Եվ անկախ դրանից, ինչ ռեժիմա քաղաքական եւ այլն, հա, փոքր երկիր լինելը դա ի սկզբանե արդեն մինուս է։ Իհարկե կան փոքր երկրներ, որոնք ինչ-ինչ պատճառներով գտնվում են ինչ-որ շահավետ դիրքում։ Ֆինանսական կենտրոն են հանդիսանում եւ այլն։ Բայց եթե մենք այդ եթեները հանենք, հա, ապա փոքր երկիր լինելը, հա, դա խիստ սահմանափակում է քո հնարավորությունը։ Բայց խոսքը միայն դրա մասին չի, խոսքը ավելի շատ ոչ թե ինքնաբավության մասին է, խոսքը նրա մասին է, որ գիտական վերլուծությունը երևույթի, հա,
պահանջում է, որպեսզի մենք տարանջատենք հիմնական տրենդը, հա, ինչ որ կողքից տեղի ունեցող process-ներից։ Պետք է հստակ սահմանել, ինչ տեղի կունենա, անկախ, հա, թե ինչ գեոքաղաքական ուրեմն որոշումներ են կայացվելու, տեղի են ունենալու եւ այլն։ Ինչ կա այս կամ այն քաղաքական գործիչը կամ քաղաքական կուսակցությունը ինչ որոշում կայացնի ռադիկալ փոփոխությունների ենթարկիչ։ Եվ ինչ չի տեղի ունենա երբեք, անկախ դրանից թե ինչքան մենք դա ցանկանանք, հա, ինչքան դրական, հա, եւ պոզիտիվ մարդիկ քաղաքական գործիչներ հայտնվեն որոշումներ կայացնողների դիրքերում, հա, ինչքան դա ուզենա պրոգրեսիվ մարդկությունը, պրոգրեսիվ հասարակություն։ Դա է հիմա խնդիրը, այսինքն մենք ուզում ենք տարանջատել այդ հիմնական տրենդը, այսինքն ո՞րն է կոպիտ ասած երկարաժամկետ Հայաստանի Հանրապետության տնտեսության երկարաժամկետ դիրքը։ Մենք դիտարկում ենք անցած մեր հանդիպումների ժամանակ փոխազդեցության մոդել։ Ըստ քեզ մենք ինչ մոդելով ենք փոխազդվում աշխարհի։ Կարծում եմ հումքա ռենտայինով, որովհետև Հայաստանը հանքարդյունաբերության միջոցով հումք արտահանող երկիր է։ Այո, մենք նույնիսկ այդ ներդրումային փոխազդեցության վիճակին չենք հասել դեռ։ Այո, ամենը հումք արտահանող։ Մենք փոխազդվում ենք հումք ռենտային մոդելով։ Բայց իհարկե մենք հումք, որը վաճառում ենք համաշխարհային շուկա, բայց այստեղ հիմնականը դա չի։ Մեր հիմնական հումքը դա աշխատուժն է։ Դա էլ է հումք։ Ճիշտ է։ Կարելի է ցորեն, բանան, հա, մետաղ արտահանել, կարելի է մարդկանց արտահանել։ Հա, ինչով ենք մենք զբաղվում սկսած 90-ականներից։ Արտահանում ենք մարդկանց, հա, որոնք աշխատում են, հա, եւ այդտեղից գումարներ են ուղարկում, հա, որպեսզի իրանց տեղ ընտանիքները կարողանան, հա, ինչ-որ կենսամակարդակ ապահովել։ Հայտնի խոպանի։ Այո, խոպանի, հա, եւ այդ հայտնի երևույթը կոչվում է տրանսֆերներ։ Դրա ֆորմալ անվանումը, հա, այդ դրամական միջոցների փոխանցումների, հա, տրանսֆերտային երկիր ենք մենք, հա, ապրում ենք հիմնականում տրանսֆերտների հաշվին։ Նարի վերստեք այդ երկու գործոնը իրար հետ, հա, այսինքն աշխատուժի արտահանում եւ բնական հանածոների արտահանում։ Սա է ապահովում դրամական հոսքը, շատ են էլի հարցնում, երբ որ ասում ես Հայաստանի տնտեսությունը կախված է այդ երկու գործոններից, ասում են հիմա օրինակ, չգիտեմ, վերցնենք մեկ ռեստորան, հա, հիմա ինքը ինչ կապ ունի դրա հետ, էլի, ինքը ոչ խոպան չի, հա, ոչ էլ պղինձ է արտահանում, ինքը ինչի է, ոնց է, ինքը փող աշխատում, հա։ Ու այստեղ տարական ուրեմն սխալ ընկալումն է, թե ինչպես է տեղի ունենում դրամական հոսքի, հա, եւ հավելյալ արժեքի ստեղծումը, հա, շղթան, հա, ինչպես է շարժվում։ Կարելի է հարց տալ այդ մարդուն, օրինակ ռեստորանի սեփականատերը ինքը ինչպես է գումար աշխատում։ Ծառայությունը, մատուցում, հա, օրինակ սննդի, բան, որը։ Լավ, բայց ինձ որտեղից գումար, որպեսզի ես սնվեմ ռեստորանում։ Ну, ասենք պայմանական ես աշխատում եմ, չգիտեմ, ինչ-որ նախարարություն։ Լավ, հարց առաջանում, իսկ նախարարությունը որտեղից է հավաքում գումարներ, որպեսզի վճարի, հա, իր աշխատողին։ Ну, որովհետև պետությունը հավաքում է, հա, հարկեր, հա։ Հարկ որտեղից է գալիս, հա, որովհետև, չգիտեմ, պայմանական ինչ-որ այլ ապրանք վաճառող, հա, օրինակ շինանյութի խանութը, հա, վաճառեց, հա, իր ապրանքը վճարեց հարկ։ Լավ, բա շինանյութի տիրոջը որտեղից գումար, որպեսզի ինքը վճարի հարկերը, ու ինքը ապրանքը մատակարարում, հա, օրինակ, չգիտեմ, ու դու ասա, ինչ-որ մեկը քեզ Վլադ ջան, որ դու ասենք տունը արել ես վերանորոգում։ Ու մենք կգանք ինչ-որ մեկին օրինակ քեզ, հա, որ դու օրինակ դրսից գումար ես տա։ Դու դրսից գումար ստացա, հա, բարեկամ ունես, հա, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում կամ չգիտեմ Միացյալ Նահանգներում, որը ֆինանսավոր է, քեզ եւ դու վերանորոգումից, հա, այդ գումարը եկավ հասավ ռեստորան։ Այսինքն, երբ մենք ասում ենք, գիտեք, մեր հիմնական ուրեմն ապրուստը դա տրանսֆերներն են, հա, եւ հանքարդյունաբերությունը, ապա դա չի նշանակում, որ բոլորն են ներգրաված դրա մեջ։ Ուղղակի ոչ, հա, բայց անուղղակի այսպես թե այնպես ապրում են դրանով, հա, չլինեն այդ դրամական հոսքերը, հա, ձեր մոտ ռեստորանները կփակվեն, հա, շինանյութի խանութները կփակվեն, ամեն ինչ կփակվի։ Ուրեմն սա ֆիքսեցինք, հա, աշխատուժը, հա, եւ բնական հանածությունը։ Ինչու մենք օրինակ չենք խայլ առաջ անում եւ չենք անցնում ներդրումային մոդել։ Վերադառնանք մեր, հա, մեր գրաֆիկին, որպեսզի հիշենք։ Ինչ էր ենթադրում ներդրումային մոդելը։ 3 գործոն հիմնական ամենամեծ։ Արի նայենք հերթով։ Ներքին շուկան շատ փոքր է։ Իսկ ներքին շուկան դա դրական գործոն է ներդրումային գրավչությունը ապահովելու համար։ Մենք այստեղով հետ ենք գնում։ Արդյունաբերական ենթակառուցվածքներ։ Այն չի, հա, մենք չունենք մեծ գործարաններ, մեծ ինֆրաստրուկտուրաներ եւ այլն, փակ, հա, ծով չունենք, աշխարհագրությունը լավը չի, հարևանների հետ հարաբերությունները լավը չեն եւ այլն։ Այսինքն ստեղով էլ, հա, որը էլի դրական ազդեցություն ունի ներդրումային գրավչության վրա։ Աշխատուժի արժեք։
Իբր թե կարելի է ենթադրել, որ աշխատանքի արժեքով մենք կարող ենք մրցել։ Բայց տես, ինչու՞մն է կայանում հունկար ռենտային մոդելի բացասական կողմը։ Ռենտայի հաշվին, հա, դու ստանում ես համեմատաբար բարձր եկամուտ։ Եվ այդ եկամուտը այսպես թե այնպես, հա, ասում մենք նոր նկարագրեցինք, հա, շղթայով տարածվում է ամբողջ տնտեսության մեջ։ Այդքանով մարդկանց եկամուտները համեմատաբար բարձր։ Եվ ներդրում այն մոդելը, որի ենթադրում է, հա, աշխատուժի արժեքի ցածր լինելը, հա, այստեղ ստացվում է անհնարին։ Հա, աշխատուժի արժեքը այստեղ մեր մոտ ստացվում է համեմատաբար բարձր։ Համեմատաբար, որ ասում ենք բարձր, հա, չի նշանակում մենք Գերմանիայի մակարդակի աշխատուժի արժեքն է։ Դա նշանակում է համեմատաբար արտադրողականության։ Համեմատաբար արտադրողականությանը, հա, մեր մոտ աշխատուժը շատ բարձր։ Խոսակցությունները դրա մասին, հա, որ չգիտեմ, եկեք արտաքին ներդրումներ, բան, դրանք կարան լինեն, ես չեմ բացառում, որ կետային ինչ-որ ներդրումներ, բայց մասսայական, հա, զանգվածային, հա, որպես երևույթ, հա, այդպիսի բան ակնկալելը, դա այս պահին եւ մոտակայում դա խելամիտ չէ, հա, եւ հույս դնել դրա վրա անհնար։ Ինչ է տալիս մեզ հունկար ռենտային մոդելը, հա, եւ փոխազդումը հունկային մոդելով, հա։ Հիշում ենք, չէ՞, մենք խոսում ենք դրա բացասական կողմերի մասին, մյուս բացասական կողմի մասին, որ դա շատ ռիսկային է։ Ռիսկը ինչու՞մն է կայանում, որ ինչ կլինի, եթե չգնան մեր հունքը, հա, եւ մենք ընկնում ենք, այսպես ասած, կախվածության մեջ ենք մենք ընկնում, հա։ Դրա համար մեզ կոչում են այսպիսի երկրներին, կոչում են հունկային կցորդ։ Մենք հանդիսանում ենք հունկային կցորդ, հա, եւ դա հանդիսանում է մեծ խնդրեմ, մեր մոտ միշտ խոսում են, ասում են, գիտեք, մենք հունկային կցորդ ենք, մենք հունկային կցորդ ենք։ Իրականում մենք հունկային կցորդ չենք։ Մենք, եթե ճիշտ, հա, ուրեմն ձևակերպենք, մենք կցորդի կցորդ ենք, գիտես, Վլադიმիր ջան։ Ոչ թե կցորդ ենք, հա, մենք կցորդի կցորդ ենք։ Ինչու՞, որովհետեւ մենք ում կցորդն ենք։ Հա, եթե հաշվի առնենք տրանսֆերտները, հա, եւ այդ ամեն ինչը, հա, Ռուսաստանի Դաշնության հիմնականում, ճիշտ է, հա։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը երթին հանդիսանում է արևմտյան աշխարհի կցորդը։ Ինչու՞, որովհետեւ ինքն էլ կախված է, ինքն էլ հունկար ռենտային մոդելով աշխատում գլոբալ տնտեսությունը, որովհետեւ ինքն էլ նավթ ու գազ է մատակարարում աշխարհում։ Պլյուս դե էլի։ Բայց Հայաստանը նաեւ ուղղակի հունք է արտահանում նաեւ դա շատ քիչ է, այո, շատ քիչ է։ Համեմատաբար տրանսֆերտների դա քիչ է։ Այսինքն ընդհանուր այդ ներհոսքի մեջ, ֆինանսական ստրուկտուրայի մեջ, դա համեմատ մեծ մասը կազմում է տրանսֆերտները, որ մենք ստանում ենք աշխատուժ արտահանելով, քան են հունքից, որը այո, պատանձի խտանյութից, հա, այո։ Բայց տես, մի հատ շատ հիանալի երկիր կա աշխարհում, ավելի ճիշտ երկու երկիր կարամ օրինակ բերեմ, հա։ Նու ճիշտ ասած, մեկը կցորդ է, մեկը էլի կցորդի կցորդ։ Օրինակ Ավստրալիան, գիտեի որ Ավստրալիան էլ է կցորդի կցորդ։ Մենք բոլորս գիտենք չէ որ Ավստրալիան դա երևի բան։ Ավստրալիան էլ այդ իմաստով հա ինքը հանդիսանում է կցորդի կցորդը, որովհետև իր հիմնական շուկան հա արտահանման դա գիտես ով է։ Չինաստան։ Հա, Ավստրալիան հունք արտահանում Չինաստան։ Ավստրալիան հունք արտահանում է Չինաստան, որը իր հերթին հանդիսանում է կցորդ, հա, էլի նորից, հա, ուրեմն արևմտյան տնտեսության համար։ Երկրորդ երկիրը, որ ասի պարզապես կցորդ, հա, դա Կանադան։ Էլի Կանադան չէ, մեր մոտ համարվում է Հայաստանում, չէ, մոդա է, չէ, սա Կանադա են գնում բոլորը։ Հա, իհարկե։ Այդ Կանադան դասական կցորդ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների, հա, բայց դու կցորդ է, ինքն էլ է կցորդ։ Ինչ որ չենք տենում, տեսել ես այնտեղ միտինգներ անեն, բան։ Վայ, մենք կցորդ ենք, ինչ պետք է մենք անենք, ոնց պետք է մենք ապրենք, հա։ Ուրեմն, տեսեք, հաշվի առնելով այս ամեն ինչը, մենք պետք է ասենք, որ ճակերտավոր ասած մեր բախտը բերել է, որ մենք ինչ-որ կցորդ ենք, ինչ-որ մեկի, հա, որովհետև այդ կցորդ լինելը ապահովում է մեզ ինչ-որ կենսամակարդակ, որով մենք տարբերվում ենք, օրինակ, չգիտեմ, աֆրիկյան կամ լատինոամերիկյան, հա, որոշ երկրներից, հա, մեր գյորա ոնց որ ասում են, հա, այսինքն մեր չափով երկրներից, օրինակ նայես, չէ, ոնց է ապրում օրինակ, ոնց են ապրում Գաբոնում կամ չգիտեմ, Էկվադորում եւ այլն, հա։ Այդ մարդիկ կցորդ են։ Իրանք կցորդ են, հա, բայց իրանք պայմանական, հա, իրանք հնարավորություն չունեն, ասես մասսայական հելնեն գնան օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասֆալտի գործ անեն, հա, եւ այդքանով պահեն իրանք ընտանիքը։ Չունեն իրանք այդ կողքը մի հատ երկիր, հա, որտեղ որ կարողանան ռենտային եկամուտ ապահոvan իրանք ընտանիքների համար։ Մեր մոտ պարզապես ստացվել է, հա, այնպես որ մենք ունենք պատմական, հա, ինչ-որ կապեր եւ այլ տնտեսական կապեր եւ մենք սահմանի մոտ, հա, ունենք մի պետություն, որտեղ որ գնում ենք, կարողանում ենք մեզ տեղավորել եւ այլն, խնդիր, լեզվի խնդիր չկա եւ այլն։ Հազար ու մի հարց է, որ օրինակ Էկվադորցին չի կարող գա Ռուսաստան,
հասկանում, չէ՞։ Շատ ժամանակ ասում են, դե Ամերիկա էլ չի կարա գնալ։ Դե Ամերիկա էլ չի կարա գնալ, հա, Ամերիկան, դժվար է գնալ Ամերիկա, չէ՞, մենք գիտենք, չէ՞, բոլորս։ Առանձին կարող մարդիկ գնում են, դրա մասին չի խոսքը, բայց այս մասսայական, հա, որտեղ որ օրինակ մեր մոտ Ռուսաստանի Դաշնությունում երևի ասում են ավելի շատ հայ ապրում կամ Հայաստանում, չէ՞։ Քննադատություն կա այս գծով, ասում են, դե լավ չի, էլի, այս Ռուսաստանն է, էլի, Ռուսաստանը որ չլիներ, կարող մենք խելքի գայինք։ Դա մոտավորապես սա հիշում ես անցած անգամ մենք քննարկում ենք ռեսուրսային անեծք երևույթ, որ իբր օրինակ չգիտեմ Վենեսուելան ունի նավթ, ասում են դե գիտես լավ կլներ չունենար ու սկսել ոնց որ ուղեղով մտածել ինչ անել, հա։ Ուղեղով մտածել, չմտածել մենք չգիտենք ոնց կլներ, բայց ամեն դեպքում մեզ էլ են չէ խորհուրդ տալի, ասում են դե Ռուսաստանի հետ էժան փողերը չլինեն, կարող է եւ մենք շուտ կարողանանք տնտեսություն ունենալ։ Բայց արի տեսնենք մենք ինչ կարող ենք ունենալ։ Կարող ենք մենք անցնել ներդրումային մոդելի։ Ես կարծում եմ այո, եթե հարցը մենք կարող ենք անցնել ներդրումային մոդելի, բայց ինչ է պետք դրա համար։ Աշխատուժը շատ ցածր է։ Այսինքն պայմանական, չէ, այսօր ինչ դիլեմա է հայ միջին վիճակագրական հայաստանցու մոտ։ Ասում է օրինակ ես եթե ստանամ օրինակ Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, $500, ես $1000 հնարավորություն եմ ամսական ստանամ Ռուսաստանի Դաշնություն։ Եթե հանում եմ ընդ ապրուստը, բան, անհարմարությունն է, որ ընտանիքիս հետ չեմ, եւ այլն, ատո $500 հանեմ, $500, եթե ես Հայաստանում ուրեմն վաստակեմ, ես չեմ մտածի գնամ այլ երկիր աշխատելու, ճիշտ է։ Այսինքն պլանկեն, հա, այդ $500 ժամանակին ինքը ավելի բարձր է։ Ճիշտ է, որովհետև ժամանակին Ռուսաստանում եկամուտները ավելի բարձր են։ Ինչքան Ռուսաստանի համար լավ է, կոպիտ ասած, այդքան մեր համար վատ է։ Այդ իմաստով, հա, որ մեր մոտ այդ պլանկան բարձրանում է։ Այսինքն ավելի շատ մարդ, հա, լքում է Հայաստանը, որպեսզի գնա ու վաստակի։ Սխեման սենց է, եթե այստեղ ես իմ ուզած գումարը կարողանամ աշխատել, կթողեմ գնամ Ռուսաստան։ Ռուսաստան, հա։ Հիմա տես, ի՞նչ է ենթադրում ներդրումային մոդել։ Ներդրումային մոդելը ենթադրում է Չինաստանում մարդիկ աշխատում $30։ Հիմա $30 Հայաստանը ոչ մեկ չի աշխատում, որովհետև կա Ռուսաստանը։ Այսինքն կա ռենտա ստանալու հնարավորություն։ Եվ այդ ռենտային եկամուտը, հա, ջնջում է մեր հնարավորությունը անցնել ուրեմն ներդրումային մոդել։ Բայց ասում են, լավ, չլիներ Ռուսաստանը, ինչ կլիներ։ Չլիներ Ռուսաստանը, այդ $500 չէ լինի, հա, բայց ինչ է լինելու։ Լինելու է ինչ-որ գործարան ստեղ, որտեղ որ դու կաշխատել $30։ Ու բնականաբար 30 սկզբից հետո 40, հետո 50 կաճեին, բա։ Բայց ինչքան դու կարայր աճեիր։ Մինչև ինչ-որ մի մակարդակ, երբ որ արդեն էլ ներդրումային մոդելը ստեղ հնարավոր չէր ուրեմն կիրառել։ Պարզապես նոր ներդրումները չէին գա, որովհետև արդեն քո մոտ աշխատուժը թանանում։ Այսինքն դա այն իրավիճակն է, ինչի հետ խնդիր ունի այսօր Չինաստանը, հա, որ արդեն աշխատուժը մի քիչ բարձրացել է, արդեն արևմտյան ուրեմն ներդրումները կասկածում են, հա, գնանք թե ուրիշ տեղ գնանք որտեղ որ ավելի է։ Այսինքն դա լուծում չէ, հա, դա պարզապես մենք էլի կարող ենք գայինք հասնենք այս մակարդակի, հա, բայց նույն արդյունքով, հա։ Սրանից ավել հնարավոր չի այսօր աշխարհագրությունը, մեր տնտեսությունը, մեր բնակչության քանակը, մեր չափերը եւ այլն, այսինքն դա նորից ստացվում է, որ ներդրումային մոդելը մեր համար ունի խիստ սահմանափակումներ, որովհետև առաջին հերթին, որովհետև մենք ունենք փոքր շուկա։ Եվ զարգացնել տնտեսությունը անգամ Հարավային Կորեայի մակարդակի մեր մոտ հնարավոր չէ։ Այսինքն եթե օրինակ պայմանական այդ խոպան գնալու հնարավորությունը չլիներ, Ռուսաստան գնալու, ու մենք ինչ-որ մի ձևով հունկար ռենտայինից անցնենք օրինակ ներդրումային մոդելի փոխազդեցության զարգացած երկրների հետ, դա դեռ գրավական չի, երաշխիք չի, որ Հայաստանում տնտեսությունը միանգամից բուռն ծաղկելու է։ Որ մենք ունենանք ավելի բարձր մակարդակ, մենք ունենալու ենք ավելի բարձր կենսամակարդակ, քան հիմա։ Ես կարծում եմ, որ ավելի ցածր։ Հիմա ինչ, ուրեմն գոհանանք նրանով ինչ ունենք, թե դե հեսա հասնենք։ Ինտես վերցնենք ցանկացած ինչ-որ փոքր ինչ-որ մի հատ երկիր, որը չունի այդ հնարավորությունը, հա, այդ օրինակ լատինա-ամերիկյան երկրները, որոնք անընդհատ ինչ են անում, վարկեր են վերցնում, հա, IMF-ից եւ այլն, ասպես կոչված բանը, կառուցվածքային բարեփոխումներ, հա, անելու համար, վերցնում կուտակում են, հետո սպառում են այդ տեսանք, հա, Պերուի օրինակով, հա, ինչպես այդ փողերը վատնվում այդ ռեսուրսները, հա, ու նստում սպասում են, հա, կարող են մոռանալ։ Համաշխարհային այս անցուդարձի մեջ կարող է մոռանալ մեր մասին, դա, բայց դա ուրեմն վարկատուները, քանի որ
economics են կարտացել, հա, եւ այն գրքերը, հա, ժամանակից տեսագիտության, չեն հասկանում ինչա կատարվում, ինչ են մարդիկ անընդհատ հայտնվում այդ վիճակում, որ չեն կարողանում վերադարձնել այդ գումարները։ Օրինակ, ստեղ վառ օրինակը դա Արգենտինան, հա, վերջի 20 տարվա մեջ արդեն ոնց որ թե իմ հիշելով 8-րդ դեֆոլտը հայտարարել։ Արգենտինան, որը այս վերջի տասնյակներ, հա, IMF-ի sense ուշադրության ու հսկողության, խիստ հսկողության տակ անցկացնում է բարեփոխումներ, հա, տնտեսական բարեփոխում։ Արդեն 8-րդ դեֆոլտն է հայտարարել։ Ну, ես չգիտեմ, արդեն դա արդեն ծիծաղելի է, չգիտեմ, ինչպես դա կոչենք, ինչպես դա անվանենք։ Բայց որպես փաստ։ Ինչին են բերում այդ կառուցվածքային բարեփոխումները, ինչ եմ անընդհատ դաշտում, որովհետև մեզ են անընդհատ ասում, մենք պետք է կառուցվածքային բարեփոխումներ անենք։ Գալիս են միջազգային էքսպերտները, հա, փորձագետ ասում, դե ձեր տնտեսություն պետք է կառուցվածքային։ Ինչ կառուցվածքային է։ Դու մենք չէ քննարկեցինք, չէ, իրար հետ։ Ինչ է նշանակում կառուցվածքային բարեփոխում։ Հակառակը մեր ինտեգրումը համաշխարհային շուկա ենթադրում է, որ մեր տնտեսությունը պետք է շատ պարզունակացվի, չէ։ Մենք պետք է իշտենք մինչև հումքի մատակարարում։ Ցանկացած քայլ դեպի կառուցվածքային բարեփոխում ստեղծում է ինչ։ Ստեղծում է մեզ ոչ բրցունակ։ Հիմա ես չգիտեմ ոնց արձանագրել դա, հա, ու մեր մոտ լսում են մարդիկ, ինչ նստում են, քննարկում են դա լուրջ, էլի։ Ակնհայտ է, չէ, որ ասենք, եթե մի քիչ 2 քայլ, 3 քայլ առաջ մտածես, հա, որ դա ոչինչ չի։ Բայց մեր մոտ դե հիմա քննարկում ու քննարկել։ Ամեն ինչը ինչի համար է կանում, հա, որ մի քիչ մարդիկ սկսեն վերջի վերջո հա մտածել, էլի, ինչ որ ասում են, ոչ թե ընդունեն որպես վերջին ճշմարտություն, էլի, այլ մի քիչ մտածեն, հա, իրանք իրենցով կարողանան հայտ։ Լավ, հիմա օրինակ այս իրավիճակում Հայաստանում օրինակ բարեկեցությունը բարձրացնելու կամ տնտեսական տերմիներով ասեմ տնտեսական աճ, տնտեսական զարգացում ապահովելու համար այս իրավիճակում ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ տնտեսագետ, պատկերացնում եմ, որ հաշվի առնելով այն տնտեսական իրավիճակը, որը մենք գտնում ենք, կառուցվածքը նաև ու փոխազդեցությունը զարգացած երկրների հետ, այսինքն այդ տրանսֆերների ներհոսքը ավելացնելու մեջ ընդհանրապես, այսինքն բանաձևը այդ լուծման բանալին դա է, տրանսֆերները ավելի շատ գան, փողի հոսքը դրսից տրանսֆերների ձևով լինի ավելի շատ, որը այստեղ շղթայական ռեակցիայով այդպես մուլտիպլիկատիվ էֆեկտով կտարածվի ամբողջ աշխարհում աշխուժություն կառաջացնի տնտեսության մեջ, մարդիկ համեմատաբար ավելի լավ կապրեն, ավելի շատ գումար կաշխատեն եւ այլն։ Տենց կարող է թվալ, ոչ թե արդյունաբերություն փորձել ստեղծել, ինչ-որ արտադրություն ստեղծել, ինչ-որ բան արդյունաբերություն զարգացնել կամ չգիտեմ ինչ, տես առևտուր անել աշխարհ արտաքին աշխարհը, դա ընդհանրապես տրանսֆերների քանակը ավելացնել։ Տես, խնդիրը ինչու՞մն է, հա։ Մենք իրար հետ այսքան խոսեցինք, նու առնվազն որպեսզի մի բան հասկանանք, հա, մեր համար sense։ Ճակատի վրա գրեն մարդիկ, չգիտեմ, որտե գրեն, հա, միշտ հիշում, որ զարգացումը դա աշխատանքի բաժանման խորացում է։ Եթե ռեսուրսը, հա, դրսից, ներսից, որ ինչ ուզում անի, հա, եթե այն ապահովում է աշխատանքի բաժանման խորացում, դու ունես զարգացում։ Եթե այն չի ապահովում խորացում, ապա դու ունես մենակ գների աճում։ Տես Հայաստանի տնտեսությունը վերջի տարիներին, ինչքան հոսք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Բացի գների աճից, հա, մենք ոչ մի բան, ոչ մի զարգացում մենք չտեսանք, ճիշտ է։ Չէ, տների գները հելան, ինչ ասես գները հելան, հա, գնա մի հատ այսօր ռեստորան, հացկեր, տես ինչքան են փոխվել գները, խանութի գները եւ այլն։ Այսինքն, բացի գների աճից մենք չենք տեսնում ոչ մի բան։ Այդ հոսքը, հա, մենք չենք կարող վերացնենք աշխատանքի բաժանման խորացման։ Հարց առաջանում իսկ արդյոք հնարավոր է դա։ Պստե պետք է մտածել։ Ինձ կարող են հակադրել, ասել, այ գիտես, 2000-ականներին այդ դրամական հոսքի հաշվին մենք շատ լավ էլ աճում ենք։ Ճիշտ է։ Դա ճիշտ է, բայց պարզապես պետք է հասկանալ ինչի հաշվին ենք մենք աճում եւ ինչու ենք մենք աճում եւ ինչի մենք դադարեցինք աճել։ Չնայած հոսքերը ավելի շատ են։ Այն քո ասած դու ասում ես, այսինքն մեր փրկությունը դա այդ հոսքերի ավելացումն է։ Բայց տանում ես հոսքերի ավելացումն էլ մեզ չի աճացնում։ Այսինքն բերել է ինչ-որ մակարդակի եւ դու կանգնել ես։ Դրանից հետո էլ հնարավոր չի դրա հաշվին աճել։ Ոչ թե առհասարակ աճել, այլ դրա հաշվին էլ հնարավոր չի։ Այստեղ որպեսզի մենք հասկանանք ինչու է այդպես տեղի ունեցել, պետք է մի հատ դիտարկենք մի երևույթ, որը կոչվում է ներքին շուկայի էֆեկտ։ Ներքին շուկ, ես գրեմ, հա, որպեսզի մենք չմոռանանք։ Ուրեմն ներքին շուկայի գործոնը կամ էֆեկտը, հա, այստեղ կարևորը հասկանալ ինչ է իրենց ներկայացնում, հա, այդ ներքին շուկայի էֆեկտը։ Տես, ներքին շուկայի էֆեկտը ենթադրում է հետևյալը. պետք չի ուժ եւ ժամանակ ծախսել օդ տեղափոխելու վրա։ Օդ տեղափոխելու վրա։
Ինչ էր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում 90-ականներին 2000-ական։ Ենթադրենք, ես բերեմ օրինակ, որ դուք հասկանաք, ինչի մասին է խոսքը։ Վերցնենք ըմպելիքների շուկա, սոկերի եւ այլն եւ այլն։ 90-ականներին, երբ որ մեր մոտ բացվեց տնտեսությունը, սկսել են հյութեր ներկրել Հայաստանի Հանրապետություն։ Քանի որ սկզբնական փուլում սպառման շուկան շատ փոքր էր, մարդկանց եկամուտները ցածր էր եւ այլն, հիմնականում այդ ամենը ներմուծվում էր։ 2000-ականներից սկսած մեր մոտ մի քիչ իրավիճակը փոխվեց։ Սկսեցին տրանսֆերները գալ նախ եւ մարդկանց ջարունակությունը բարձրացավ։ Տես, երբ որ պահանջարկը ցածր է, այդպիսի բաներ ոսում ըմպելիքներ եւ այլն ձեռնտու չի տեղում արտադրություն հիմնել, այդ ձեռնտուը ներմուծել։ Բայց երբ որ դու արդեն ունես մեծ շուկա սպառման, ապա դու մտածում ես հետեւյալի մասին։ Ինչ է նշանակում օրինակ բնական հյութի, ներմուծումը Հայաստանում։ Դա պարզապես ջուր է, չէ՞, որի մեջ դու խառնում ես ինչ-որ, այդ փոշին, այդ կոնցենտրատը, եւ փաթեթավորում ես շուտ թղթի պաճկայի մեջ, եւ ուրեմն տեղափոխում ես շորալի։ Ինչ ասած, մենք ջուր ենք տեղափոխում։ Մենք ժամանակ ենք ծախսում, մենք ռեսուրս ենք ծախսում, որպեսզի ջուր տեղափոխենք, օրինակ պայմանական Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան։ Ինչի՞ համար դա անում։ Հայաստանում ինչ ջուր չկա, կա այդել ավելի լավ, քան օրինակ երևի թե, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց ինչի՞ համար ենք ջուր տեղափոխում։ Եկեք մենք ինչը տեղափոխենք։ Փոշին տեղափոխենք, իր կոմպլեկտ լույսերով։ Իսկ մնացած անենք տեղում։ Փոքր սպառման ծավալների ժամանակ, դա ձեռնտու չի։ Որովհետև եթե դու բերում ես ժամանակակից հաստոցներ եւ այլն, որպեսզի ինքը իրան հետ գնի, որպեսզի դու արդյունք ստանաս, դու պետք է իրան ծանրաբեռնես 100%-ով, ինչքան հնարավոր է շատ։ Մեծ քանակ տաս արտադրել, բայց մեծ քանակը ո՞րդ է սպառած, սպառումը շուկան փոքր։ Բայց եթե քո սպառումը լայնանում, արդեն ձեռնտու է դառնում, կարելի է։ Հիշես 2000-ականները։ Սկսեցին տեղական սոկերի, ուրեմն ըմպելիքների ոնց հայտնվեցին ստե կոկա-կոլաները, պեպսիները եւ այլն եւ այլն, ու հետո հայկականները սկսեցին, ու հայկական պայմանական հայկական, որովհետեւ եթե դու ինքնարժեքի տարերի բաժանես, դու կտնես, որ դա հայկական շատ են ասում, ինչ ասում, հայկական արտադրանք, ասում, հայկական ի՞նչ է նշանակում, գրել հայերեն գրած, ինչ եք հասկանում ասելով հայկական։ Ես հասկանում եմ, ինքնարժեքի, ուրեմն բաղադրիչները, եթե ինքնարժեքի 90%-ը դրսից ներմուծված բան է, հաստոցը գերմանական է, ուրեմն նյութը, չգիտեմ, եվրոպական է, ինչ-որ մեկ, չգիտեմ, բերդափոխադրիչը դեսիմով է, ամեն ինչ դու ինքնարժեք ես մենակ հայկական, ուրեմն ինչն է հայկական աշխատուժ է, մարդը, որը վարձել ես, որ կանգնած է դա։ Մնացած ամեն ինչը ասել դա հայկական մի քիչ լեզու չի պետք։ Բայց լավ, նույնը արի վերցնենք օրինակ կահույքի արտադրություն, էլի Հայաստանում շատ տարածված տեղական եւ այլն եւ այլն։ Ինչ է նշանակում պահարան։ Պահարան նշանակում օդը վերցնում ես, ասես կահավորում ես փայտերի մեջ օդը, որը Գերմանիայից վերում ես Հայաստան։ Ինչի՞ համար օդը տեղափոխում, եթե օդ չկա, կոմպլեկտները բեր, տախտակները բեր, մնացածը տեղում հավաքի, Այդ է ներքին շուկայի էֆեկտը, այսինքն կոմոդ սկսում են զարգանալ այն արտադրությունները, որոնք ձեռնտու չի, այսպես ասած, դրսից բերել։ Այսինքն ինչ-որ պահանջարկի պայմաններում դա սկսում է աշխատել ստե, շահույթ բերել ստե։ Կա երևույթ, տես, ասեմ, որպեսզի դրա մասին շատ են խոսում, բայց չթերի են հասկանում։ Տնտեսագիտությունում տարանջատում են այսպես կոչված tradable եւ non-tradable ապրանքները։ Tradable նշանակում է, հայերեն թարգմանում են արտահանելի, trade բառից է, այսինքն ապրանք, որը դու կարողանում ես ներմուծել արտահանել, non-tradable-ը որ չես կարող։ Արտահանելի եւ ոչ արտահանելի։ Ինչու է կարևոր տարանջատել այս երկուսը։ Tradable-ը նշանակում է, որ առհասարակ դու մրցում ես ամբողջ աշխարհի հետ, Վլադ ջան։ Եթե դու արտադրում ես ինչ-որ սոկ, ջուր, պղինձ եւ այլն, կա համաշխարհային նավթ, ինքը tradable, այսինքն մենք կարող ենք ներմուծել, արտահանել եւ այլն։ Non-tradable-ը իր սպეციფիկան նրանում է, որ ինքը չի կարող արտահանվել, ներմուծվել։ Օրինակ ծառայությունը, օրինակ շինարարությունը, չէ՞, կամ չգիտեմ, վարսավիրական օրինակ ծառայությունները։ Հիմա ինչա որ Հայաստանում մի քիչ թանկանա, դու ինչա գնալու ես Փարիզ մազերդ կդրես հետ գաս, չէ՞, այսինքն տրանսպորտային ծախսերը այդքան շատ են, որ ոսոր ապրանքը դառնում է, ծառայությունը դառնում է անմրցունակ դրսի շուկայի համար, Այսինքն ինքը մրցում է մենակ ներսում, իր մեջ։
Համարվում է հիմնականում ծառայությունը non-tradable, ապրանքները tradable։ Բայց տես, եթե մենք որոշ ապրանքատեսակները դիտարկենք, ապա մենք կտեսնենք, որ իրանց մեջ կան non-tradable։ Օրինակ կաթնամթերք։ Այո, ինքը ապրանք է, որը в принципе մենք կարող ենք արտահանել ներմուծել։ Բայց տես, քանի որ իր պիտանելիության ժամկետը շատ կարճ է, արդեն ինքը դառնում է ոչ արտահանելի, էլի։ Տես, այդ իմաստով դրա համար մեր մոտ տեսնում ես, հա զարգանում է կաթնամթերքի արտադրությունը։ Ինչու է մեր մոտ ինչ որ մի բան զարգանում։ Մեր մոտ տես նայ ուշադիր դարձու։ Մեր մոտ զարգանում է միայն մի բան, որը non-tradable, այսինքն որը համաշխարհային շուկայում չի մրցում։ Պայմանական պարմալատը չի գալու մրցի, հա, քո հետ ինչ-որ եւ այլն, նո, կա ստեղ ինչ-որ, հա, բայց դա այն մրցակցություն չի, որ չի գալի շուկան գրավի։ Իրան դա հետաքրքիր չի, դա ձեռ չի տալի եւ այլն եւ այլն, այսինքն այդ բաները ստեղ ձեռ չի տալի։ Նույնը վերաբերում այն ինչ որ մենք խոսում ենք։ Այսինքն մի կողմից ձեռ չի տալի, որ դրսից գան այստեղ ներսում մրցեն, մյուս կողմից ձեռ չի տալի այստեղ արտադրածը արտահանել։ Իրանց ձեռ է տալի, հա, բացել ստեղի տեղական արտադրություն։ Դա իրանց ձեռը տալի, իրենք դա անում են, Coca-Cola-ն անում է, Pepsi-Cola-ն անում է, չէ, եւ այլն եւ այլն։ Ինչու է ինքը դա անում Հայաստանին։ Ինչու օրինակ, չէ, մենք ասում ենք, լավ, Coca-Cola-ն եկավ, Pepsi-ն եկավ, բայց ինչու Mercedes-ը չեկավ ստեղ։ Որովհետեւ ստեղ արդեն աշխատուժի գործոն է, մեքենաները, դա tradable ապրանք է, դու մրցում ես համաշխարհային շուկայում։ Իսկ կաթը, հա, ինքը չի մրցում ոչ մեկի հետ, ինքը Հայաստանի շուկայում սպառվում է եւ վերջ։ Այդ իմաստով ինչը որ Հայաստանում արտադրվում է, ինքը non-tradable հատված է եւ ինքը գոյություն ունի միայն դրա պատճառով։ Կաթնամթերքը, ուրեմն ասեմ, ըմպելիքները, օղին, գարեջուրը, սիգարետը, ինչ կա այլ հայկական, որ ասում են, պայմանական հայկական արտադրությամբ, հա, այդ ամեն ինչը գոյություն ունի։ Դրա համար որ դու չես մրցում բարձրապես համաշխարհային շուկայում։ Վաղը կստեղ, բայց սիգարետին էլ է դա վերաբերում։ Դե չունենք հայկական սիգարետ։ Չէ, ունենք, բայց ինքը նաև արտահանվում է, չէ։ Այո, հա, ինչ որ չափի, բայց իհարկե ոչ դες գլոբալ ոնց որ ասենք։ Նայ, թութուն դու ներմուծում ես, լավ, հաստոցը ներմուծված է, հա, ինչ պարագաները, ամեն ինչը, այդ թուղթը, բանը, եւ ինչ այդ սակ ներմուծված է։ Նե, պարզապես տեղում ձեռք է տալի, հա, տեղում այդ ամեն ինչը հավաքել։ Այդ իմաստով ինքը non-tradable է։ Այո, ունենք այլ ծխախոտներ, ցանկացած ոլորտում մենք ունենք արտասահմանյան, բայց այստեղ հարցը ինչու արտասահմանյանը չգրավեց ամբողջ շուկան, հա, եւ մենք չունենք, չէ, օրինակ հեռուստացույց չունենք, չէ, օրինակ այստեղ հայկական հավաքման կամ կենսաղային տեխնիկա եւ այլն։ Մենք ունենք մենակ այն, որտեղ որ աշխատում այդ սկզբունքը, հա, պետք չի օդ տեղափոխել, ժամանակ ու գումար ծախսել օդ տեղափոխելու վրա։ Այդ սկզբունքը եթե աշխատում, հա, ինչ որ մի բան, որը կա տեղում եւ իմաստ չունի դա տանել բերել, դա ստեղ հիմնվում է։ Հիշում ես մի անգամ խոսում ենք, օրինակ, տես շատ հետաքրքիր մի անգամ բան նկատեցի։ Իսկ ներողություն, հա, ընդհատեմ, բացի այդ սկզբունքը, որ հա պետք չի օդ տեղափոխել, դրա համար այստեղ տեղում արտադրվում է, բայց իմ մոտ նաև նույնս տպավորությունն է, որ հիմնականում էժան ու արագ սպառման ապրանքների արտադրությունն է այստեղ զարգանում։ Այսինքն ավելի թանկ սպառման ապրանքները մենք ներկրում ենք, էլի հիմնականում։ Դե տես, ես ուզում եմ դրա համար հերոստացույց։ Ես ուզում եմ դրա մասին ասել, դու հարցը տվեցիր, ես հսկակած դրա մասին եմ։ Ես մի անգամ մի բան էի նկատել ու իմ համար հետաքրքիր է, в принципе, ես դրանից հետո սկսեցի ես ամեն ինչի մասին մտածել։ Նկատեցի հետևյալ բանը, կաթնամթերքի շուկա։ Նայ, մենք ունենք մածուն, կաթ, բան, հայկական ֆիրմաները, որ մատակարարում են, հա, բայց դու չես տենա օրինակ հայկական կարակ։ Չեմ ասում չկա ընդհանրապես, բայց ինքը այդքան տեղ չի զբաղեցնում, ինչքան օրինակ մնացած կարակները։ Կարակի շուկենց կարակի։ Հիմնականում սպառվում է արտասահմանյան։ Ես զարմացա իմ համար էդի բանը, ոնց է դա բացատրում։ Ես անգամ հարցրեցի, ասի երևի մենք տեխնոլոգիա չունենք, կամ ասեցի երևի տեխնոլոգիապես ավելի բարդ է եւ այլն, եւ մերոնք չեն կարողանում։ Ես անգամ մասնագետին հարցրեցի, ինքը ասեց չէ, ասեց, ինչը որ արտադրվում է, հա, կաթի հետ կապված տեղում, ամեն ինչը հնարավոր է արտադրել։ Ոչ մի սահմանափակում չկա։ Բա խնդիրը ի՞նչն է։ Խնդիրը այդ քո ասածն է, չէ՞, տես։ Քանի որ կարակը կաթնամթերքների մեջ ամենաթանկն է։ Այո, ինքը համարվում է պրեմիում դասի, եթե մածուն կաթ, սմետանը քիչ թե շատ մարդկանց հասանելի է, մարդկանց եկամուտը։ Կարակը մի քիչ բարձր դասի ապրանք է, հա, եւ կարակի շուկան ինքը հենց փոքր։ Իսկ քանի որ ինքը փոքր է, տեղական արտադրողներին ձեռնտու չի արտադրել։ Այսինքն ինքը կարող է արտադրել, պարզապես փոքր շուկայի, հա, պայմաններում մասշտաբի էֆեկտի բացակայության դեպքում դու բարձր գինը սահմանում։
Իսկ քանի որ ավելի բարձր է, քան Նոր Զելանդական կարակը, ստացվում է ինչ իմաստ ունի, օրինակ Վլաջան, մտնում ես խանութ, տենում ես հայկական կարակը ավելի թանկ է, քան Նոր Զելանդական։ Դու ոնց կա։ Բնականաբար չես։ Ես նաև դրանով կարող բացատրեմ, Հայաստանում քանի տարի փորձում են տեքստիլ արդյունաբերություն ստեղծեն ու զարգացնել, չի ստացվում։ Այո։ Ուղղակի չի ստացվում։ Այսինքն կան ընկերություններ, որոնք tradable ապրանք, հա, արտադրում են, բայց տանել բերելու խնդիր չկա, հա, Բանգլադեշից հոտվածեր դու գցել։ հա, Easterly գրքից մեջբերում շուտ, հա։ Tradable ապրանք, հա, դժվարություն չի առաջացնում, օդ տեղափոխելու խնդիր չկա, դրա համար մրցունակ չի մեր տեքստիլը։ Շատ ընկնում է այս մոդելի տակ ամեն ինչ։ Ցանկացած երևույթ, հա, տելևիզորների արտադրությունը, ոչ չես կարող դու Samsung-ի հետ մրցել։ Հենց մենք ընկնում ենք, տես մի քիչ բարձր սեգմենտային, հա, այսինքն որի համար մի քիչ մեծ շուկա է պետք, հա, մենք տեսնում ենք, որ դրսի մրցակցությունը մենք չենք դիմում։ Այդ շատ հաճախ ինձ ասում են, դե ինչա Հայաստանում չեն կարող մի բան արտադրել, նա արտադրում են մարդիկ էլ, ասենք, բանի են, ասենք, Հայաստանում հնարավոր է բիզնես անել, են մարդիկ հասնում են հաջողության, տես օրինակ կա ես որ ես դա կոչում եմ, էլի պարաօլիմպիական խաղերի երևույթ, օրինակ։ Բոլորս գիտենք, չէ՞, կան օլիմպիական խաղեր, կա պարաօլիմպիական խաղեր։ Պարաօլիմպիական խաղերը որոնք են։ Կարծեմ շարժողական խնդիրներ ունեն։ Որոնք որ պայմանական ինվալիդներ, չէ, ինվալիդներն են, չէ՞, մրցում։ Հիմա ինվալիդները, մենակ ինվալիդները հավաքվել են, մրցում են, վազում են։ Պարզա չէ, ինչ-որ մեկը կհասնի տեղ, չէ, Վլադ ջան, ասենք 100 մետրովքեն, հա, ինչ-որ մեկը կհասնի, ինչ-որ մեկը կհաղթի, մեկին մեդալ կտա, եւ այլն, եւ այլն։ Բայց իր արդյունքը չես կարող համեմատես չեմպիոնի հետ։ Հիմա Հայաստանի բիզնեսը դա պարաօլիմպիական խաղերն են։ Պրոստը լուրջ մարզիկները դա չեն մասնակցում մեր մոտ, չէ՞։ Հա, այլ մասնակցում ինվալիդները ինչ են նկատում։ Մարդիկ, որոնք չեմպիոններ չեն, հա, համաշխարհային շուկայի գիգանտներ չեն, հա, իրենք տեղական ինչ-որ։ Այո, տեղ շուկա է, հա, որտեղ որ չեն խառնվում չեմպիոնները, հա, ինչ-որ մեկը հաղթում է։ Բնականաբար, նորմալ է, հա, այդ ձեր դուք որ տեսնում եք այդ մարդիկ, իրենք չեմպիոն չեն, պարաօլիմպիական չեմպիոններ, որտեղ հենց իրանք դուրս գան համաշխարհային շուկա, գոյություն չունեն։ Դրա համար մենք ոչ մի ֆիրմա չունենք համաշխարհային շուկա, որտեղ չի կարա պարաօլիմպիական մարզիկը, հա, գա իսկական օլիմպիական խաղերում մրցակցի, հնարավոր չի դա։ Մենք ինչ ունենք, հա, ունենք ներքին շուկայի էֆեկտի հաշվի։ Ու մնացած ցանկացած հնարավորություն, հա, այսինքն եթե մենք դուրս են գալի համաշխարհային շուկա, մենք դեռ տեղ չենք զբաղվում։ Իսկ էժան գինես դեպքում չի կարա դեր խաղա, քանի որ Հայաստանում օրինակ ավելի հարուստ երկրում, եվրոպական երկրում պայմանական ընդունենք, որ մենք կարողանում ենք արտահանենք ինչ-որ X ապրանք, որը ինքնարժեքը ավելի ցածր է, քանի որ Հայաստանում աշխատուժը ավելի էժանական Եվրոպայում։ Ենթադրենք լոգիստիկ խնդիրներ չկան, ոչ մի խնդիր չկա, ոչ մի խոչընդոտ չկա, որակի առումով ամեն ինչ նորմալ է ու ներմուծումը արտահանումը ստացվում է ավելի շուտ։ Այդ ապրանքը այնտեղ իր էժան գնի պատճառով ավելի մրցունակ չի դառնա։ Վլադ ջան, բայց պայմանական պահածո ես արտահանում Գերմանիա։ Ինչ ես մտածում, որ դու մրցում ես գերմանացու հետ։ Դու մրցում ես պոլշացու հետ, ուկրաինացու հետ, դա էլ լավագույն դեպքում, չասեմ չինացու հետ։ Ինչ-որ ապրանքից։ Ով ասեց, որ Չինաստանից բեռնափոխադրման ուրեմն արժեքը կարող է ավելի թանկ է Չինաստանից Գերմանիա, բայց ինքը այդքան ցածր գին է տալի, որ դու ընդհանրապես դա գոյություն չունես, էլի։ Այսօր ես հենց դրա համար եմ, այսինքն եթե դու Գերմանիա ապրանք ես արտահանում, դա չի նշանակում, որ դու այնտեղ մրցելու ես գերմանական։ Իհարկե ոչ։ Դու Գերմանիա եւ Գերմանիայի շուկայում մրցես չինական։ Այո, դու այսօր շուկան, բայց մենք ինչ ենք ասում, այսօր շուկան գլոբալ է։ Եվ այսօր եթե մենք վերլուծում ենք, եթե մարդիկ ինչ-որ բան են առաջարկում, եկեք դու ինքը պետք է հաշվի առնի, որ ինքը մրցում է համաշխարհային բոլոր իգրոկների հետ։ Չինաստանի եւ այլն եւ այլն եւ այլն։ Դե հիմա դու հաշվեք, դուք Չինաստանի հետ ինչով կարաք մրցակցեք։ Այն ինչքան մրցակցում եք։ Մրցակցում եք պահանջով, հա, որովհետեւ դուք ունեք մնացածները չունեն։ Այդ մրցակցում ոչ թե որ մրցակցում եք, էլի, բոլորը ունեն, դες դուք էլ մրցակցում եք։ Պարզապես հումքն այս բանը, հա, բնական հանածություն ոչ բոլորը ունեն։ Կա համաշխարհային ինչ-որ պահանջարկի մակարդակ, առաջարկ կա, ինչ-որ դուք տեղավորվում եք համապատասխան գինը առաջանում շուկայում, հա, դուք եք գնով վաճառում։ Կախված նրանից ձեր ինքնարժեքը ինչքան է, հա, դուք այդտեղ ստանում եք ռենտ։ Շատ դեպքերում մեր մոտ էլի նորից հարց է։ Ինչու մենք տվել ենք մեր հանքերը, չգիտեմ, արտասահմանյան կազմակերպություններին, ինչու մենք չենք շահագործում, հա։ Մենք ինչու չենք շահագործում, որովհետև մենք չենք կարող ինքնարժեքը ստանանք, որը ստանում է օրինակ արտասահմանից։ Ես չգիտեմ,
Հաշվարկել չեմ, ենթադրում եմ, կարծում եմ տենց է։ Մենք չենք մենք տալի, որովհետև մենք չունենք տեխնոլոգիա, մենք չունենք գիտություն, որպեսզի հետազոտություններ անենք եւ այլն։ Այսինքն մենք այդ ամեն ինչը մեր ձեռքով անենք, հա, լապատկայով բանով ամեն ինչը, հա, ոչ թե ժամանակակից տեխնոլոգիաներով, ավելի թանկ երևի դա մեր վրա ինքնարժեքով կնստի, քան իր համաշխարհային գինը, հա, բայց ինչ իմաստ ունի դա անել։ Այսինքն դա ինքնարժեք պետք է հաշվի։ Եվ երկրորդը ինչ որ մրցում ենք, հա, աշխատուժով ԱՊՀ երկրներ, հիմնականում Ռուսաստան։ Որտեղ մենք մրցում ենք։ Ուրիշտեղ մենք մրցում ենք, ու մենք էլ մեր շուկայում ենք մրցում ենք։ Այն ինչի մասին ենք խոսում։ Մնացած պոզիցիաները մենք մրցունակ չենք ասում։ Մոտակա ժամանակ չենք էլ լինի։ Եվ խոսքը մենակ դրա մասին չի, որ մենք ինչ-որ փակ երկիր ենք։ Այսօր մանավանդ, հա, այդ փագությունը պայմանական, հա, շատ հեշտ հաղթահարվում է։ Եվ ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ, չգիտեմ, եթե դառնանք ինչ-որ տրանզիտային երկիր եւ այլն, մենք կարողանանք դրա վրա ինչ-որ տնտեսություն կառուցել։ Հա, ինչ-որ գումարներ կլինի, ինչ-որ մուտքեր կլինի, բայց դա լուրջ ազդեցություն հաստատ չի։